Վաշինգտոն, Հիլթոն հյուրանոց, Սպիտակ տան թղթակիցների ընթրիք։ Ամեն ինչ հարթ է ընթանում, մինչև միջոցառման թեժ պահին միջանցքից հնչող կրակոցները չեն խախտում հավաքույթի տոնական տրամադրությունը։ Սրահի կենտրոնական հատվածում նստած են ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։ Առաջինը Վենսի թիկնապահներն են արձագանքում, պիջակից քաշելով դուրս հանում փոխնախագահին։ Թրամփը առաջին վայրկյաններին կարծես գլխի չի ընկնում ինչ է կատարվում։ Անվտանգության աշխատակիցները շրջապատում են նրան, ապա գլխի կոր դուրս հանում սրահից, երբ համոզվում են, որ անվտանգ է տարածքը։ ԱՄՆ նախագահը մի պահ կորցնում է հավասարակշռությունն ու ընկնում գետնին, բայց արագ ոտքի է կանգնում։ Հրաձիքի ներխուժման պահը ֆիքսել են հյուրանոցի նախասրահի տեսախցիկները։ ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատակիցները չեն էլ հասցրել ուշքի գալ, որսորդական հրացանով, ատրճանակով ու դանակով զինված տղամարդը վազել է նրանց միջով, հավանաբար ընթրիքի սրահ մտնելու համար։ Փոխհրաձգություն է սկսվել։ Միջոցառմանը ներկա լրագրողները հայտնել են, որ 3-4 կրակոցի ձայն են լսել։ Անվտանգության աշխատակիցներից մեկը վիրավորվել է։ Հրաձիքին վնասազերծել են, ըստ տեղական լրատվամիջոցների, նա 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն է Կալիֆոռնիայից։ LinkedIn-ում նա գրանցված է որպես տեսախաղեր մշակող և ուսուցիչ։ Նրա լուսանկարը առաջինը տարածել է Դոնալդ Թրամփը։ Հիվանդ է այդ մարդը, ենթադրել է Միացյալ Նահանգների նախագահը։ Նա հյուրանոցից ուղիղ Սպիտակ տուն է տեղափոխվել։ Իմ կարծիքով նա հիվանդ մարդ է, ով կաներ նման բան, եթե ոչ հիվանդ մարդը։ Նախնական վարկածով Քոուլ Թոմաս Ալենը միայնակ է գործել, նա ոչ մի վնասվածք չի ստացել։ Իր եղեն ապացույց հավաքող խումբն ուսումնասիրում է դեպքի վայրում հայտնաբերված բոլոր ապացույցները, այդ թվում երկարափող ատրճանակն ու պարկուշները։ Ձերբակալված տղամարդու խոսքով իր թիրախը նախագահի վարչակազմի պաշտոնյաներից մեկն է եղել։ Իրավապահ մարմինները դեռ պարզում են հրաձիքի դրդապատճառները, հայտնել է Միացյալ Նահանգների գլխավոր դատախազը։ Թրամփը գոհ է ԱՄՆ գաղտնի ծառայության աշխատանքից, վճռական են գործել տղաները, ասել է նա։ Մինչդեռ անվտանգության փորձագետների գնահատմամբ տղամարդու ներխուժումը գերպահպանված տարածք կասկածելի է։ Ենթադրվում է, որ կազմակերպված է եղել այդ հարձակումը Իրանի պատերազմի պատճառով Թրամփի գահավիժող վարկանիշը բարձրացնելու համար։ Այդ կասկածների համար հիմք է տվել Սպիտակ տան խոսնակը։ Ընթրիքից առաջ Քերոլայն Լևիթը, խոսելով Թրամփի սպասվող ելույթի մասին, ասել էր, թե երեկոյան կրակոցներ են հնչելու։ Ելույթը զվարճալի է լինելու, հետաքրքիր, կարելի ասել, դահլիճում կրակոցներ են լսվելու։ Միացյալ Նահանգների նախագահը չի պատրաստվում վերանայել իր ծրագրերը։ Միջադեպի հետևանքով ընդհատված ընթրիքից հետո 30 օրվա ընթացքում նոր ընթրիք կկազմակերպվի լրագրողների հետ։ Թերեզա Կադայեվչյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր Կիրակի։